Ժորժան, զգացել եք, որ քաղաքական դաշտում ամեն ինչի մասին խոսակցություն գնում է, ամեն ինչի մասին օր ու գիշեր իշխանությունն ու ընդդիմությունը քննարկում են, ամեն ինչի մասին բանավիճում են, քաղաքական դիսկուրս կա, բացի մի բանից՝ ժողովրդի առօրյա խնդիրներից։ Բացի ժողովրդի առօրյա խնդիրներից ու խնդիրներից, ամեն ինչի մասին կլսեք։ Ամեն մի արհեստական օրակարգ կլսեք, բայց որևէ անգամ չեք լսի ժողովրդի հոգսերի մասին, ժողովրդի օրինակ սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ժողովրդի թոշակների բարձրացման մասին, աշխատավարձների բարձրացման մասին, այս գնաճի մասին, չեք լսի հաշմանդամների կարգերի մասին, չեք լսի նպաստների մասին, չեք լսի վարկային տոկոսադրույքների մասին, որևէ կարևոր մի հարցի շուրջ, որևէ բանավեճ ազգային ժողովում դուք չեք լսի կամ որևէ իշխանական կամ ընդդիմադիր իրական բանավեճի շրջանակներում։ Մենակ ամեն ինչ, ինչը որ ձեռ է տալիս իշխանությանը, ինչը որ ձեռ է տալիս ընդդիմությանը, բայց ոչ որևէ իրական խոսք ժողովրդի վիճակի մասին։ Ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը ուզում եմ, որ ժողովուրդը ոտքի կանգնի եւ թելադրի իր կամքը, թելադրի այն օրակարգը, որը վերաբերվում է ժողովրդին։ Եթե իշխանությունն ու ընդդիմությունը չեն ուզում ժողովրդի հոգսերով զբաղվեն, ժողովրդի վիճակը բարելավեն, ուրեմն քաղաքականության մեջ ժողովուրդը իրանց պետքա մերժի ու քաղաքականության մեջ իրանք անելիք չունեն։ Ժորժ ջան, ես չունեմ քաղաքական հովանավորներ, քաղաքական այսպես կոչված տանիք։ Իմ հովանավորը դուք եք, իմ տանիքը դուք եք։ Մենք պետքա միասին պայքարենք։ Մենք պետք է սարքենք ժողովրդի հոգսերը քաղաքական օրակարգի մաս։ Այո, ուրիշ տարբերակ չունենք ու ժողովուրդը պետք է իր կամքը թելադրի, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ որևէ անգամ չհուսահատվի, Ժորժ ջան։ Այո, ժողովրդի կուսակցությունը պետք է գա ի հայտ, որտեղ մնացած քաղաքական ուժերը, թե իշխանական, թե ընդդիմադիր, իրենք զբաղված են սեփական օրակարգը առաջ տանելով, լավ աշխատավարձներ բարձր ստանալով, բարձր պարգևավճարներ ստանալով ու ձև տալով, որ իբր իրանք զբաղված են ժողովրդի հոգսերով ու ժողովրդի խնդիրներով։ Եվ Ժորժ ջան, խնդրում եմ, հիշեք միշտ, որ մենք շատ ենք ու մենք ճիշտ ենք ու մենք պայքարելու ենք ու մեր պայքարը 100%-ով տալու է արդյունքներ։ Խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, գրեք մեկնաբանություններում ձեր ձայնը բարձրաձայնեք եւ բաժանորդագրվեք իմեջին ու անգամ մի րոպե չհուսահատվեք։